Ուրեմն ժողովուրդ այսօր հանգստյան օրը բոլոր յարմրկեքը չեն աշխատում, ինչպես դուք գիտեք, դե մինչև այդ որ ժողովուրդը բան արեն, որոշել են, որ անենց որ լինի, որ մարդիկ տեղի փող են մուծում, անենց լինի գան իրանց հանգստյան օրը, որ իրանք տեղի փող չտան, իրանց համար հարմար լինի գան, այդտեղ դուք այսօր գիտեք 6 յարմրկա տոնավաճառներ չեն աշխատում, հարցը սա է։ Հիմա մարդիկ էլ որոշել են, ասել մենք կհավաքենք մեր տոնավաճառները, դիմացան դերից նոր գքան։ Իսկ եթե ժողովրդին ասես 11-ին եթե այնտեղ հավաքվեն, հազիվ մի ժամ կտևի մինչև գան հասնեն։ Այո։ Մենք ինքը ասեց մենք կարանք ձեզ աջակցենք ամեն հարցում, բայց ֆինանսական այդ հարկային հետ կապված հարցերը իմ պոզիցիան չի։ Դե դրանք իմ կարծիքով ասեն դա հարկային ու ֆինանսների նախարարությանը, որոնք մեզ ցույց են տալիս գծագրեր, հա, ժողովուրդը գծագրերից ինչ ասի, ես ինքս պոլիտեխնիկական ինստիտուտ եմ ավարտել, դուք ինչպես գիտեք, այնքան գծագրեր են գծել ու շատ լավ հիանալի գիտենք, նրանց ոչ մի գծագիր չի համապատասխանում գծագրական տվյալների։ Ինչու դες հանդիպեց, եթե իր պոզիցիան չի։ Չէ, այն մարդը հանդիպումը օրինակ սխալ, ես չեմ գտել, որ դա սխալ բան է, խոսել է։ Ձեզ ինչ օգուտ տվեց այդ հանդիպումը։ Մեզ օգուտ չտվեց, մեզ ուղղակի հանդիպեցինք մեր մինիստրներ, խոսքերնակ, հանդիպեցինք որոշ բաներ պարզվեց, որ ինչ-որ մի բաների դեպքում հնարավոր է իրանք իրանց աջակցությունը կտան։ Բայց մեզ հետ պետք է իրանք հետ միասին նաև ֆինանսների նախարարը լիներ, տնտեսագիտությունը, իրավաբանական բաներ, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Դուք եթե այդպեսով կարող են բյուջեն լցնել, ինչի չանեն, որ Դե գիտեք ինչ կա, հա, եթե նրանք, իրոք դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ եթե դուք ես վերջի անգամ օրենքը դուք երևի տեղյակ եք, ինչի համար է, որ եթե տուգանքների բանի դեպքում, ուրեմն առաջ մարդիկ կարային խոսքի օրինակ մինչև 24 թիվը կարային դատարան տային, դատարանը մի որոշ ժամանակ մի քանի տարի դատը պետքա քննարկեր, բանաներ, նրանց հետո մինչև եթե արդարացում է, եթե չէ, պետքա այդ ժամանակ դա տևում է մոտավորապես 5-ից 7 տարի։ Հիմա դուք նայեք ինչ օրենք է հանել։ Այս օրենքը արդեն որ հանել են պետք է վճարի տուգան։ Այո, հիմա տեսեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մենք դուք փողը հետ ես էլ այդպես բան չեմ տեսել, եթե պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան։ Հիմա մնացած է, ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մայիսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկային կգցիկ եթե այլ չես էլ հասնել, ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ճիշտ է, տենց չի։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որը նրանց ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, կանխատեսումներ լինում են 100%-ով ու մեր բոլոր գործ Հայտարարատեսից մի քիչ ավելի լավ եմ, տենց ասեմ ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն լինի։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենքը հատուկ ձեր համար է, ու դա ոչ թե հիմնական փոքրին, այլ հիմնական մեծին է, որովհետև այդտեղ իրանք ասում են, դուք ասեք մարդու անունը, որ ձեզ դոկումենտ չի տալիս։ Հիմա իսկ են որ այն դոկումենտ ունեն, ասում է գիտես ինչ կասեն, ցնած ես մի տոկոս մուծում եմ, ինչ անենք։ Հիմա դե 10% մուծողն ասում է, ախր ջան, դե տենց է, արի ես քո անունը կտամ, Թող ինձ տուգանել դե քեզ կտուգանեն։ Հիմա ժամանակի բողոքի ակցիաներ եք անում, իշխանությունն էլ մտածում է դե լավ, մի քիչ էլ կխոսեն, մի քիչ էլ կգան ակցիա կանեն, թեման կփակվի կգնա։ Այո, ասա։ Ուրեմն եթե ժողովրդին պետքա ոչ թե ես հասկացա կառավարությունը ոչ միտին գաղափարապես չեն կարա բաներ ասեն իրանց նպատակներ ինչ նպատակ ունեն, դրա համար պետքա ստեղծվի կուսակցությունը, միություն, որ առաջ ոնց էին անում արհմիության ձևով, բոլորը համախմբեն, որ այսպիսի բաներ չլինի, մեջը արդեն մարդիկ են մտքել, որոնք խոսքերնակ ուզում են, որ ցույցեր չանեն ու նմանատիպ բաներ։ Դուք այս երևույթը տեսեք մարդիկ, հեսա սա գալիս են, այնպես չի, ռայոններից էլ են գալի, որովհետև
Դե ոչ մի կառավարության էլ օրինակ ձեռքի տալի, որտեղ լիքը ժողովուրդ նստի որ մի 30,000 հոգի մարդ Դուք լինի։ շարունակում եք պնդել, որ սրանք ապաքաղաքական ակցիաներ են։ Դուք միշտ այդ ասում եք, ասում եք մի քաղաքականացեք։ Հիմա հասկացաք, որ սա քաղաքականության հետ անմիջապես կապ ունի, որտեղ Փաշինյանի, այսպես ասած, վարած քաղաքականության հետևանքն է, թե Ես գիտեք ինչ կա հենց ուրեմն դուք իմացեք սա իրոք արդեն իրան գնում են սրանով քաղաքականացման, որովհետև ես մի հնարավոր է որ իրանց տոնավաճառների տերերը բանը արգելացնեն են որ ժողովուրդը գան ստեղ եթե ժողովուրդ չկա բոլորը տեղեկացված են ասեմ հա ես ինքս փոքր ձեռներեսների անդամ եմ խոսքերնակ բիզնեսի ներկայացում մի հատ փոքր կրպակ ունեմ ինձ արգելող չկա ես իմ ինքնագլուխ եմ դրա համար ինձ ոչ մեկը ես մեծ հավանականություն կա որ ինչ որ վերևներից է թե ներքևներից է ինչ որ մարդիկ ասել են կամ մեր մեջի մարդկանցից ովքեր չեն ցանկանում ժողովրդը համախմբի նրանց որ ասեն դուք մի եկեք էդի ստից պրովոկացիա է եւ ինչա դուք իմացեք եւ նորից դիմում եմ որ իմ շոր կոշիկ դամաշնիկ շատ փոքր բիզնես է որը ապագա արդեն չունի որտեղ վայբերիստները դուք ինչպես գիտեք արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչ կա մենք առօրյա բացարձակապես չենք կարող, որովհետև սա վարպետները չեմ անում, ումնա դա դրանք որ դուք կանխատեսումներ եք անում, պայծառատեսից էլ ավելի լավ։ Այո, ասեք դե Ինչ պիտի լինի երկրի վիճակը։ Երկրի վիճակը եթե ժողովուրդը հավաքվի շատ լավ կլինի։ Հայաստանին պետք է լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ, Ղարաբաղը տվին, շուտով հետ արդեն Մեղրին կտան, մնացած տենց հերթով տան։ Գիտական հարութը հանդուկ եմ կարելի ասել, գիտեք ինչ կա։ Հիմիկվա դրությամբ դե բարիս բուն իմաստով չի մեռածեն, նրանք չեն ցանկանում, ասում են դաժե գիտնականներ կան, ես ակադեմիա եմ մտել, մարդիկ ասում են մենք դաժե Facebook չունենք, բայց ինչի չունեք, որովհետև չեք կարող Facebook-ից օգտվել։ Հարցը դա է։ Հիմիկվա որտեղ իրոք գործ չեն անում, իսկ իմ ասածը, ես ձեզ բացատրեմ իմ ասածը որն է։ Ուրեմն իրավաբանները պետք է ընտրեն իրենցից ամենալավագույնները, քիմիկոսները ընտրեն լավագույնից լավագույնները ու այտենց փաստաբանները իրենց հետ առևտրականները իրենցից լավագույնները ու կլինի մոտավորապես 30-ից 35 հոգի։ Վերջնական բոլորը հավաքվելով, ես ինժեներ գյուտարար լինելով, ես կցանկանամ, որ ղեկավարեմ դրան։ Նրանց պետքա կլոր սեղանի պես հավաքվեն ու ամեն մի հարց, ինչ կառավարությունը խոսքի օրինականում է, այդ հարցը առանց իրանց ասելու, քննարկելու պետքա չընդունվի։ Հակառակ դեպքում խնդիրների առաջ կկանգնեն։ Ես ձեզ ասում եմ, որը կփրկի Հայաստանը։